Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության թեկնածուները պտտվել են Կոտայքի մարզի համայնքներում։ Ծաղկաձորի բնակիչների հետ հանդիպման ընթացքում կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է անցած տարիների ընթացքում սոցիալական ոլորտում իրականացված աշխատանքի արդյունքները։ Այն ամենը, ինչը հանգեցրել է տարեցների կենսամակարդակի բարձրացմանը։ Միայն 2026 թվականին 70 միլիարդ դրամ ավել ծախսելու ենք միայն թոշակների բարձրացման վրա։ 70 միլիարդ դրամ։ Հայաստան տան հայեցակարգը դրա մեջ է, որ Հայաստանում այսօր միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման գործողությունների մասին, նշելով, որ հենց այդ համակարգի աշխատանքի շնորհիվ հանրապետությունում արդեն կյանքեր են փրկվել։ Այսօր 65+ եւ մինչեւ 18 տարեկան երեխաների առողջության ապահովագրությունը հոգում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այսօրվա դրությամբ մենք շուրջ 130 միլիոն դոլար 2026 թվականի ընթացքում շուրջ 130 միլիոն դոլար տրամադրել ենք մեր մինչև 18 տարեկան երեխաների եւ 65+ թոշակառուների առողջապահության կարիքների։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորության թեկնածուները ներկայացրել են նաև պաշտպանական ոլորտում իրականացված քաղաքականության արդյունքները։ Մասնավորապես նրանք խոսել են Պաշտպան հայրենիաց ծրագրի շրջանակում սպայակազմի համալրման եւ Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայում իրականացված բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքների մասին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։